FT-NFT Digital Space-ում blockchain համայնքը նշում է Bitcoin պիցաօրը, որը համարվում է իրական, ոչ վիրտուալ աշխարհում կրիպտոարժույթով կատարված առաջին գործարքը։ 2010 թվականի մայիսի 22-ին Լազլո Հայնիչ անունով մի ֆլորիդացի ծրագրավորող համացանցում առաջարկեց երկու պիցայի համար 10,000 բիթքոին։ Մեկ այլ օգտատեր ընդունեց այդ առաջարկը եւ բիթքոինները ստանալուց հետո երկու պիցա առաքեց նրա տուն։ Այդ ժամանակ այդ բիթքոինները արժեին մոտ $41, այսօր արժեն $1.1 միլիարդ։ Այսօր այդ երկու կլորուտեստը համարվում են աշխարհի ամենաթանկ պիցաները։ Բլոկչեյնի համաշխարհային համայնքի ամենասիրված ոչ պաշտոնական տոներից մեկը՝ Bitcoin պիցաօրը Fastex-ի նախաձեռնությամբ նշվեց Երևանի սրտում, FT-NFT Digital Space-ում, համադրելով թվային նորարարությունը եւ ընկերական ջերմ մթնոլորտը, անվճար պիցա եւ ըմպելիքներ ամբողջ օրվա ընթացքում, նոր ծանոթություններ, հաճելի եւ ինֆորմատիվ զրույցներ։ Fastex-ը լինելով ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, կշարունակի աջակցել բլոկչեյն համայնքը եւ նմանատիպ բոլոր նախաձեռնությունները։ Միջոցառմանը մասնակցում էին կրիպտո էնտուզիաստներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ եւ շատ հետաքրքրված անձինք։ Մթնոլորտը լի էր ինչպես բովանդակալից քննարկումներով Web3-ի եւ NFT-ների մասին, այնպես էլ պիցայի շուրջ անկաշկանդ զրույցներով։ Կարծում եմ, որ այսօրը միայն Bitcoin-ի կամ ինչ-որ պիցայի մասին չէ, այլ ավելի շատ ռիսկի, ապագայի հանդեպ համոզմունքի մասին է եւ այն մասին, որ բլոկչեյն տեխնոլոգիան կարող է փոխել ապագա տնտեսությունը։ Fastex-ը մշտապես կարևորում է նման միջոցառումների անցկացումը համայնք ձևավորելու եւ Web3 գաղափարները հասանելի դարձնելու տեսանկյունից։ Օրվա խորհուրդը պիցան, այստեղ միայն սնունդ չէր, այլ խորհրդանշում էր համայնքի համախմբվածությունը, նորարարության հանդեպ սերը եւ ապագայի հանդեպ վստահությունը։